երբ որ հեցի հարցն էր քննարկվում, Ռոմանոս Պետրոսյանը լրագրողների զրույցում հայտարարեց, որ նախկինում հանձնաժողովը հանցավոր ամբողջություն է դրսևորել եւ լրացուցիչն այն է, որ նախկին տնօրենը Բաղրամյանը պաշտոնը թողեց։ Բայց այդ ժամանակ հանձնաժողովը նաեւ դուք եք եւ ենթադրվում է, որ դուք եք հանցավոր ամբողջությանը մասնակցել, հետեւաբար դուք եք պիտի գնայք։ Ինչի համար են իշխանությունները ձեզ պահում այս պաշտոնում։ Հաջորդ հարցը վերաբերում է հայցերին։ Հեծը զրպարտության վերաբերյալ տարբեր հայցեր է ներկայացրել կառավարական տարբեր մարմինների դեմ, բայց Ռոմանոս Պետրոսյանը այդ հայցերը հետ է կանչում։ Ստացվում է, որ հայցում է հանձնաժողովի դեմ հայց։ Ստացվում է, որ մի կողմից դուք ընկերության նկատմամբ վարչական բարույթ եք քարոզում, իսկ մյուս կողմից ձեր նշանակած կառավարիչը, որը առողջ լոգիկան հուշում է, որ պիտի պաշտպաներ ընկերության շահերը, բայց ինքն է խոչընդոտում այդ ընկերության դատական պաշտպանության իրավունքը։ Դուք այս ֆարսը ոնց եք մեկնաբանում, ոնց եք բացատրում։ Եվ հաջորդը մի ճշտում եմ ուզում ուղղակի անել, հեցի կառավարիչը եւ իր կողմից նշանակված անձինք, որոնք ողջունում էին բարձր աշխատավարձերից, այս ընթացքում հրաժարվել են իրենց այդ բարձր աշխատավարձերից, այս ստացել են այդ բարձր աշխատավարձերը։ Ու 2025 ամփոփելիս իրենք պարգևավճարներ ինչքան են ստացել, տեղեկություններում են, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ուրեմն առաջի հարցը Ռոմանոս Պետրոսյանի հայտարարության վերաբերյալ բառացի ես չեմ հիշում, որ նման բան է ասել, բայց եթե դուք ասում եք, ուրեմն հիշում եք, աղբյուրը կա, ես հանձնաժողովի անդամ եմ աշխատել մինչև հանձնաժողովի նախագահ դառնալը 1 տարուց մի քիչ ավել, եթե չեմ սխալվում 20 թվականից մինչև 21 թվականը հատվածը, հետո տեղափոխվել եմ, նշանակվել եմ այլ աշխատանքի գնացել եմ, հանձնաժողովը ստեղծվել է եւ գործում է մոտ 27 տարի եւ հանձնաժողովի նախագահ եմ աշխատում արդեն 1 տարուց մի փոքր ավել եւ այս հարցը ինձ էլի են տվել լրագրողները, ես հետեւյալն եմ պատասխան այդ հարցին, որ իմ աշխատած ամեն օրվա եւ ամեն ժամի համար պատասխանատու եմ եւ արդեն իմ խոսքում էլ ասեցի, որ անցած տարի իմ նշած պարզաբանած պատճառով մենք չենք հաստատել հեծ փակ բաժնետիրական ընկերության առաջարկած ներդրումային ծրագրի փոփոխությունները եւ բացի այդ նաեւ տարվա ընթացքում 2 անգամ տուգանել ենք հեծ փակ բաժնետիրական ընկերությանը հայտնաբերված խախտումների համար։ Հիմա թե 25 տարում ով ինչ հանցավոր անգործություն է արել կամ ինչն է ճիշտ արել, ինչն է սխալ արել, բնականաբար դրա պատասխանատու ես լինել չեմ կարող։ Երկրորդ հարցը հայցերի հետ կապված մի քիչ ճիշտ կլինի հարցը ուղղել Ռոմանոս Պետրոսյանին, որովհետև ես չեմ հասկանում ինչի մասին է խոսքը, էլի, այսինքն ինչ հայցեր է Ռոմանոս Պետրոսյանը։ Հա, այդ հայցերը, որ իջեկունից նկատ ժամանակ հատվածությունից փոփոխությունը դիմել էին վերականգնելու բաղում իրենց պարտիվարների հասությունը, այսինքն զրպարտել են ըստ հեցի իրավաբանին, զրպարտել է Պապոյանը, Ալեքսանյանը զրպարտել են իրենց, ինչ-որ հետ կապած հայտարարություններ են արել, և հետը դիմել է իրավաբանների միջոցով քաղաքացիական հայտարարություններ դարձավ, պահանջելով հետո զրպարտություն պահանջող տեղեկությունները։ Հիմա Ռոմանոս Պետրոսյանը ցույց է տվել հայտարարել, որպեսզի հեծի իրավաբանները հետ վերցնեն այդ հայտերը, այսինքն չի պաշտպանում հեծի հեղինակությունը ստացվում է։ Մենք ճիշտ ասած հարցը մի քիչ մեր դաշտի հարց չի, ես կդժվարանամ դες միանշանակ պատասխանել այդ հարցին, ձեռն փակ կմնամ, որովհետև ինքը նաև ոնց որ թե քաղաքական մեկնաբանությունների տեղիք է տալիս նաև, հետևաբար հարգելիս իմ նշանակած կառավարիչը իմ գնահատմամբ առաջի անգամ եմ այդ մասին բարձրաձայն խոսում, իհարկե ցանկացած մեկին, որ աշխատանք ես նշանակում, լինի դա նույնիսկ ամենահարազատ մարդը, միշտ մտավախություններ ունես, որ ինչպիսին
կլինի իր վարած աշխատանքը, ինչպիսի արդյունքներ ցույց կտա, լավ կլինի, վատ կլինի, վերջինաշու այդ պատասխանատվությունը դու ես վերցնում քեզ վրա եւ ի պատիվ Ռոմանոս Պետրոսյանի, այո, ինքը եւ իր թիմը այս ընթացքում իրենցից կախված ամեն ինչ արել են եւ լավ արդյունքներ են արձանագրում։ Իմ կարծիքը այդպեսին է։ Անկերության շահարկի չեն պաշտպանում կատարանում։ Ես պատասխանեցի արդեն ձեր հարցին։ Աշխատավարձ Հա, աշխատավարձերի մասով էլի հարցը իմ դաշտից չի, աշխատավարձերը պրեմիա հավելավճար իրենք ստացել են, չեն ստացել, բնականաբար ես տեղյակ չեմ, կարող եմ միանգամից ասել, որ այդ աղմկահարույց հավելավճարների թեման, որ այդպես արծարծվում է վերջին շրջանում հանրային ծառայության կարգավոր հանձնաժողովը այդ հավելավճարներից չի ստացել, չնայած որ այդ մեխանիզմի կիրառումը իմ համար ընդունելի մեխանիզմ է եւ բազմիցս պետական պատկան պաշտոնյաները մեկնաբանել են, թե ինչի համար են այդ հավելավճարների մեխանիզմը կիրառում եւ ինչ խնդիր են լուծում դրանով։ Իսկ Ռոմանոս Պետրոսյանի աշխատավարձը ինչքան է ստացել, չի ստացել, խնդրում եմ այդ հարցը ուղղել պարոն Պետրոսյանին։ հաջորդ հարցը 24